Օրակարգում չէր, բայց փոխքաղաքապետ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը կարևոր համարեց տվյալներ ներկայացնել, թե մինչև 2025 թվականը եւ դրանից հետո Գյումրիում ինչ սուբվենցիոն ծրագրեր են ավարտել եւ շարունակում են, որ չընկալվի, թե Գյումրին չի օգտվում սուբվենցիոն ծրագրերի ընձեռած հնարավորություններից։ 2025 թվականի ընթացքում ներկայացվել են 5 միլիարդ 295 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր, այսինքն ընդանուր 2018-ից 2025 թվականների սուբվենցիոն ծրագրերը կազմել են 10 միլիարդ դրամ, իսկ մի տարվա ընթացքում 5 միլիարդ 295 միլիոն դրամի։ 2025 թվականին նորոգել են այն փողոցները, որոնք սուբվենցիայով հաստատվել էին 2024-ին, բայց գործ չէր արվել, իսկ պատճառը քաղաքային իշխանությունում ստեղծված վիճակն էր։ Ստիպված 2024-ի ծրագրերը 25-ին ավարտեցին, իսկ 2025-ի սուբվենցիաները հիմա են մեկնարկելու։ Եվս 20 փողոցի նորոգում էլ այս տարվա սուբվենցիոն հայտում է, հաստատված ծրագիր է, բայց դեռ հստակեցում չկա սոցիալական բնակարաններ կառուցելու նախագծի մասով։ Ներկայացվել է 2 սոցիալական բնակարաններ, 2.2 միլիարդ դրամի ծրագիր, որը մինչ այսօր չի հաստատվել, չի էլ մերժվել։ Ես կարծում եմ, որ այս ելույթը կառավարությունը կտեսնի եւ կհաստատի այդ սոցիալական բնակարանները, որոնք 100 սոցիալական բնակարաններ են եւ առաջնակարգ են Գյումրու քաղաքի համար։ Ճանապարհային թեման շարունակվեց, անդրադարձ եղավ օրեր առաջ անձրևի տակ ջրածածկ փոսերի մեջ ասֆալտ լցնելու դեպքին։ Անորակարված որևէ աշխատանքի համար ոչ մի շինարար չի վարձատրվելու, նիստում իր հանձնարարականը հաստատեց Ավետիս Առաքելյանը։ Միանշանակ գիտեցեք, որ հետևողական եք լինելու, ոչ մի դրամ ավել չենք տալու, արդեն շինարարի հետ այդ ամեն ինչը կա, պայմանավորվածությունը կա, ընդունել է, որ իր թերությունն է, վերացնելու է այդ փոսանորոգման ջրային պրոցեսը։ Այսքանով փողոցների թեման փակվեց եւ ավականին անցավ օրակարգի հարցերին։ Դրանցից մեկը, որ երկար քննարկման վերածվեց, վերաբերում էր արձագանք Մսուր մանկապարտեզի 2 խմբասենյակների վերանորոգմանը 400,000 դրամ հատկացնելուն։ Հարցը կարևոր էր դարձել մանկապարտեզի ֆեյսբուքյան էջի գրառման պատճառով։ Սննդի անվտանգության տեսչության կողմից մանկապարտեզի գործունեությունը կասեցնելուց հետո տնօրինությունը վերանորոգումների համար դիմել է ծնողներին։ Մանկապարտեզի ֆեյսբուքյան էջով մենք հրավիրել ենք մեր պապիկներին, հայրիկներին, որպեսզի կան օգնեն, նյութերը մենք ենք տրամադրում, իրենք կատարեն որոշակի աշխատանք։ Չնայած այս պահին էլ այստեղ շինարարություն է, սանհանգույցներն են վերանորոգում քաղաքի բյուջեից հատկացված 3 միլիոն դրամով։ Բայց մանկապարտեզի տնօրենը նկատեց, որ ամեն դեպքում ծնողների աշխատուժով աջակցությունը պետք է 50 քառակուսի մակերեսով խոհանոցային սալիկներն արագ փոխելու եւ մանկապարտեզի գործունեությունը վերականգնելու համար։ Սննդի անվտանգության տեսչությունից նաեւ կա թույլտվություն երեխաների հաճախումն ապահովել տրամադրելով 4 սնունդ։ Մենք որոշել ենք ամսու 11-ից, որ հատվածում, որ արդեն կատարել ենք այն աշխատանքները մեր սեփական ուժերով, մենք կընդունենք երեխաներին իրենց սննդի բոքսերով, մինչև կասեցումը հանվի։ Ավականին համաձայնեց օգնել մանկապարտեզի 2 խմբասենյակները վերանորոգելու հարցում։ Օրակարգի հաջորդ հարցով ավականին դեմ չեղավ նաև քաղաքապետարանի ենթակայության կառույցների մոտ 300 աշխատակիցների աշխատավարձերը 10%-ով ավելացնելու առաջարկին։ Օրակարգային հարցերը դեռ չավարտած ավականու անդամները սահուն նիստը տեղափոխեցին նախընտրական դաշտ, փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով իրենց քաղաքական ղեկավարների հասցեին։ Խորհուրդ կտամ ավելի զսպված քարոզարշավ վարել, որովհետև պետք չի ուղղակի ճղճղալ, պետք չի ուղղակի թիմով կանանց բերանով այստեղ քարոզարշավի նոտաներ թելադրել, հիմա կավարտեմ պարոն Առաքելյան, փորձեք ավելի զուսպ, ավելի կոռեկտ եւ ավելի գրագետ քարոզարշավ վարել։ Մենք ամենայն դեպս քաղաքակիրթ մարդ ենք, մենք խմբակցության անդամներ ենք, կխնդրեմ ձեր բարերում այսուհետ լինել մաքսիմում զուր, մաքսիմում ուշադիր։ Այլ կոռեկտության բոլոր սահմանները, դա վերաբերում է բոլորի դիտասպերին։ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը մայիսի 8-ից նախընտրական քարոզարշավի մեկնարկի առաջին օրվանից կգտնվի արձակուրդում, մասնակցելու է ազգային ժողովի ընտրությունների նախընտրական գործընթացներին։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։